Օդի աղտոտումը վերջին մի տարում անընդհատ նորմայից բարձր է։ Ինչ է կարծում, ինչով է պայմանավորված, ովքեր են պատասխանատուները, ինչ պետք է արվի։ Յուրաքանչյուրս էլ պատասխանատու ենք, յուրաքանչյուրս էլ պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Իսկ ինչ պետք է անենք, օրինակ ես եւ դուք որպես քաղաքացի օդի աղտոտման հետ կապված կանխելու։ Հնարավորինս այնպես անենք, որպեսզի օդը չաղտոտենք։ Այսինքն թե աղբը, թե այն ամեն ինչը որ պայմանավորված է նպաստում է օդի աղտոտմանը, չանենք։ Այսինքն ամեն դեպքում որպես քաղաքացի դուք անհատական մակարդակում եք տեսնում խնդիրը։ Այո, յուրաքանչյուրս մեղավոր ենք, ցանկացած եւ այլն։ Այո, յուրաքանչյուրս մեղավոր ենք։ Այսքան շինարարություն որ քաղաքում է լինի, այդ վիճակն է լինելու։ Լուծումները ինչպես եք տեսնում դուք օրինակ որպես քաղաքացի։ Ես քաղաքականությունից հեռու եմ։ Բայց քաղաքական չի դա։ Ոչ, սա քաղաքականություն։ Լավ։ Դե ինձ թվում է խտացված է մեր բնակչությունը այս պահին, շատ խիտ է մեր բնակչությունը մեր երկրում։ Բնակչությունով է պայմանավորված կարծում եք օդի աղտոտումը։ Դե ճիշտ ասած ինքը տենց շինարարություն կամ մեկ այլ շինարարություն, ավտոմեքենաների շատ լինելը։ Ինչ եք կարծում, ինչ պիտի արվի այդ մասով, ովքեր են պատասխանատուները։ Ոնց պետք է արվի, որ վերադարձվի նորմայի սահմաններում աղտոտվածությունը։ Չեմ կարող տենց ասել, իսկ համապատասխան մարմինները պետք է զբաղվեն։ Պատկան մարմինները։ Քաղաքապետարան թե մեկ այլ այդ մասով։ Այդ գլոբալ հարց եք տալի, չեմ կարող պատասխանել։ Ինձ թվում է յուրաքանչյուր բնակավարում պետք է զբաղվի համապատասխան մասնագետ։ Ամեն դեպքում խնդիր տեսնում եք ու կարծում եք զբաղվել պետք է։ Այո, իհարկե պետք է։ Բոլոր դեպքերում խնդիրները միշտ էլ կան, պետք է զբաղվել ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Շինարարության հետ է կապված պատասխանատուներն է չեմ կարող ասել։ Ես այս վերջերս եղել եմ Լեննականում, ապշում թե իր մաքուր քաղաք է, ինչ սիրուն քաղաք։ Իսկ մեզ մոտ պաղպաղակ ուտում են աղբանության դեղակցում է այստեղ։ Ինչի մասն եք խոսում, մեր ժողովրդի կուլտուրան շատ ցածր է։ Դուք կարծում եք անհատական մակարդակում է խնդիրը, այսինքն աղբն է դեր եւ այլն։ Հա, տենց է, որտեվ как говорят, интеллигенция сбежала, осталась такая мелочь. Ни интеллекта, ни культуры, ни воспитания нет. Причем высокого мнения. Իսկ լայնածավալ շինարարությունները, շինթույլտվությունները, Դե շինարարությունները փոշին, չեն ազդում կարծում եք։ Հա, փոշին դուրս շինարարության համար լրիվ կեղտ է, բայց պապաս են ցերանում, եթե տեսնում ես կրանա եւ կառույց է լինում, ուրեմն ապրում է, քաղաքը ապրում է, պետք է ուրախանալ։ Մենք բարձրահարկ շենքում ենք ապրում, երբ որ ես բալկոնից նայում եմ, ամբողջ մոնումենտը լրիվ մշուշի մեջ է։ Եվ այդ կարծում ինչով է պայմանավորված, ինչ պիտի արվի։ Դե արդեն արվի։ դուք շատ լավ գիտեք։ Դուք շատ լավ գիտեք ինչով է պատասխանատուները Ես չեմ կարող անվանական ասել, ամենայն դեպս դուք էլ լավ գիտեք։ Ես օրինակ կարծում շինարարությամբ դուք եք այդպես կարծում։ Բնականը հիմնականում դա է պատճառը, հիմնականում։ Բայց այլ պատճառներ կան։ Եթե դա վերանա, ըստ երևույթի առաջվա նման մի փոքր մանկրությունը կլինի։ Ինչ կարծում, ինչ պիտի արվի։ Ինչ պիտի արվի։ Ինչ պիտի արվի։ Որոշ ժամանակավոր ընթացքում ընդհատեն որոշ շինարարություններ, որպեսզի տենց միանգամից տարածված շինարարություն չանեն, միգուցե դրանով մի փոքրիկ կարգավորվի։ Այնինք շատերը ասում են նաև ծառահատումներն են ազդում դրա վրա, ինչ եք կարծում։ Դե բայց արդարացված են ծառահատումները կենտրոնում թե ոչ, որ եղան։ Հիմա ներկայությամբ այդ փոշին որտեղ է հիմնականում լինում, բնականաբար եւ մարտնաշնչում եւ ծառնաշնչում։ Օդի աղտոտվածության հետ կապված գիտեք ինչ դա փոքր-ինչ բարդ հարց է, այսինքն բանը պետքա դա տենցել կատարվի, երևի հետո ինքը իրան կսկսի մաքրվել, դա պետքա գահացնի ինչ-որ մի վիճակի աղտոտվածություն, դրանից հետո կսկսի մաքրվել։ Այսինքն ինքն իրեն սկսելու է մաքրվել։ Այսինքն ինքն իրեն չէ, կամա թե ակամա մարդիկ ստիպված կլինեն մաքրել։ Այն հանգամանքները, որ տանում էին նրան, որ դա աղտոտվում էր, հիմա ստիպված կլինեն հետ քայլել։ Այսինքն չեք տեսնում։ Ինչպես։ Այլ լուծում չեք տեսնում, գտնում եք։ Հա, որ մարդկային միջամտություն իհարկե, եթե դա հնարավոր է, ուրեմն դա կկատարվի, իսկ եթե չի կատարվում, դա այս բան հնարավոր չէ։ Ներեցեք։ Լուծումներից չխոսեմ էլի իրականում։ Դուք որ հեռուստաընկերությունից եք։ Լուծումներ կարող են լինել։ Հիկելի չեմ։ Որոնք են լուծումները։ Չեմ կարող ասեմ, այդտեղ չեմ ապրում։ Լուծումները։ Կենտրոնում եմ ապրում։ Ու տես տարբերություն չեմ զգում։ Օդը մաքուր է ձեր կարծիքով, նորմալ է։ Նորմալ չէ, ջրվեժ բան ավելի մաքուր է։
Բայց չեք էլ դժգոհում։ Եթե սա աշխարհում է։ Հստակավոր շինարարություն շատ կա։ Շինարարության համար անշուշտ պետք է փակեն իրենք, չէ՞։ Օրենք պետք է տրվի, որ փակեն փոշին դուրս չկա։ Ինքը փոշի խնդիր է, փոշի շատ կա։ Այսինքն դուք կարծում եք, ենթադրում խոսում եք ցանցապատեր։ Ցանց, հա, ցանցերը, հա։ Կարծում եք դա կօգնի, կնվազի փոշին, միայն Հիմա շինարարությունը փախուս չկա, պիտի լինի։ Քոնե անի գա ցանցը 150 ասենք մի բանգան է, այսինքն։ Բայց որ նայում ես մի հատ ցանց գախվել է, ոչ ստուկո գա, ոչ պատասխանատու գա, իբր թե խոսքով ցանց գախվել է, չգիտեմ ինչի համար։ Այսինքն դուք կարծում եք, որ խնդիրը միայն դա է, հարցը կլուծվի։ Ուրիշ ինչ կա, այսինքն վիրուս ինչի մասին է, ինչ։ Չէ, տեսեք, օրինակ այդ փոշին ազդում է, չէ՞, մեր բոլորի առողջության վրա։ Հա։ Այսինքն եթե շինարարները ցանցապատեն տարածքը, դուք կարծում եք փոշին դուրս չի գա, խնդիրները կվերանի։ Ադի մեկ, փոշին մեկ, ուրիշ ինչ կա արդեն, ուրիշ բան չկա, չեմ կարծել։